Այս գործով լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու նպատակով Տիգրան Թադևոսյանի մայրը դիմեց Գյումրիի ազգաբնակչությանը խնդրանքով, ովքեր 2009 թվականի ապրիլի 15-ին տեսել են Պարուշ փողոցում գտնվող Լիլիա գեղեցկության սրահի դիմաց կատարվածը, ովքեր գիտեն այլ մանրամասներ, որոնք մինչ այժմ չեն հրապարակվել, չվախենան եւ բարձրաձայնեն։ Խնդրեմ, թե ովքեր գոնե ինչ-որ մի փոքր ինֆորմացիա ունեն, կարողանան մեզ օգնեն այս գործի հետ բացահայտման համար, թող դիմեն, եթե կարող են, կամ քննչական բաժանմունք, կամ զանգահարեն մեզ, ես կասեմ մեր համարը 59807 այդ համարի վրա թող զանգահարեն, որովհետեւ այսպիսի դեպքեր չկրկնվեն, եւ ամեն քայլափոխին կրկնվում են, գիտեցեք, դա կա, նորից կան այս դեպքերը։ Ջավայր Սերոբյանը չի թաքցնում, որ վախի մթնոլորտ կա քաղաքում։ Մարդիկ խուսափում են խոսել այն մասին, ինչը չի առնչվում իրենց հետ։ Հանգամանքը նորանոր դժբախտությունների կհանգեցնի, ասում է բանախոսը։ Մեր սեփական տանը մեր երեխեք այսօր ապահով չեն։ Մենք ոչ մեկը չգիտենք, թե վաղը մեր երեխայի հետ ինչ կարող է պատահի փողոցում։ Ես իմ երեխային ընդամենը ուղարկել էի Պարաբելլո։ Եվ իմ երեխաս տուն չվերադարձավ։ Շատերը խուսափում են, վախենում են, բայց մինչև երբ պետք է վախենանք մենք ու գլուխներս կախենք, սպասենք, թե մինչև մեր երեխային դա չվերաբերվի, մենք չենք բարձրացնում մեր գլուխները, ստրուգի կարգավիճակով սպասում ենք, թե վայ չէ հանգարց բարեկամիս երեխան է, վայ չէ հանգարց դա հարևանիս երեխան է, չէ, մեղավորը պետք է իր մեղքի համար պատասխան տա, ով ուզում է լինի։ Որպեսզի բոլոր մեղավորները կանգնեն դատարանի առաջ եւ կրեն պատասխանատվություն, հարկավոր են հիմնավոր փաստեր։ Ջավայր Սերոբյանը համոզված է, որ դեպքի օրը բանուկ Պարուշ փողոցում շատ ականատեսներ են եղել։ Նման տեղեկություններ, որ իր որդուն դաժան ծեծի են ենթարկել մի քանի հոգի, ունի տուժող կողմը։ Ուստի ցանկացած ականատեսի տված վկայություն կարող է գործում ունենալ խիստ կարևոր նշանակություն։ Ինստիտուտից դուրս գալով ուսանողներ են եղել, այդտեղ մշտական տաքսի կանգառ է, կանգնած են մարդիկ, եւ վերջապես վերջի կանգառն է շատ ավտոբուսների եւ երթուղային տաքսիների, հնարավոր ու այդ ժամին շատ մարդաշատ փողոց է, Պարուշ փողոցը, դրա համար անհնար է, որ շատ մարդիկ տեսած չլինեն։ Նշեք, որ այն տղաները, որոնց անունները շոշափվում են որպես մասնակիցներ, փախուստի մեջ են գտնվում։ Վերջիններիս ծնողները սակայն տարբեր առիթներով ասել են, որ իրենց որդիները մեղավոր չեն եւ որ չեն ծեծել Տիգրանին։ Ուստի նրանց հավաստմամբ անհիմն է տուժող կողմի շահագրգռվածությունը դատարանի առաջ կանգնեցնել այն երիտասարդներին, որոնց անունները շահարկվում են առանց լուրջ փաստարկներ ձեռքի տակ ունենալու։ Ուստի Ջավայր Սերոբյանին հարցրեցինք, համոզված է, որ Տիգրան Թադևոսյանին բացի Սամվել Սարգսյանից ծեծել են Սերգեյ, Էդգար եւ Վալերի անուններով երիտասարդները։ Տիգրանը մեզ պատմել է, Տիգրանը այդ ամբողջ օրը, այսինքն ժամը 6-ից մինչև մյուս օրը ժամը 6-ը ինքը ստեղ ճերմակ հիվանդանոցում է պարգած եղել եւ այդ ժամանակ ինձ հետ խոսել է, զրուցել է։ Ամենայնիվս այդ 4-ը որ հաստատ կան, միգուցե ավելել են, որովհետեւ այդպիսի խոսակցություններ եղել ոչ է 4-ն են, շատ ավել են, բայց մենք այդ 4-ին ենք իմացել։ Այդ 4-ի անունն եմ ես իմացել, ես ոնց կարող եմ ասեմ, թե չէ, մեն 5-րդ, 6-րդին է, փնտրեք ասեք ով է։ Ոչ, ես այդ 4-ի համար եմ իմ որդուցս իմացել, ես ասում եմ այն, ինչ ես իմացել եմ։ Արմենեի Վարդանյան, Արտյոմ Ադամյան, Կալանյուս։